44-օրյա պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է կատարվել, սակայն ըստ ՔՊԱ-ական падգամավորի հաջողություն չի գրանցվել։ Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է, աշխարհաքաղաքական իրողություններ կային, տարածաշրջանում խաղացողներ էին հայտնվել։ Ըստ նրա 44-օրյայի ժամանակ հայկական զինված ուժերը արյան գնով պահեցին իրենց վստահված դիրքերը։ Հակառակ դեպքում Քոչարյանն ասում է, թե հակառակորդը ոչ միայն կճեղքեր հարավային հատվածը, այլև կունենար հնարավորություն ճեղքելու կենտրոնական եւ հյուսիսային հատվածները։ Սակայն հակառակորդին մերոնք թույլ չեն տվել։ Թույլ կետեր ունեցանք նաև մեր պատճառով եւ այդ թույլ հատվածը հարավային, որը նաև քարորիայի ժամանակ տեսանելի էր Ջեբրայելի ուղությամբ, որտեղ այդ ուղությունը ուղիղ, այսպես նշանառու էր դեպի Մեղրի եւ այդ ուղղության վրա մենք իրենք հաջողություն ունեցան եւ մենք ունեցել ենք հնարավորություն ինչ որ միջոցառում ռազմական իրականացնելու, որպեսզի կանխենք հետագա զարգացումը, թե ինչ կլինի, բազմաթիվ քրեական գործեր կան, նաև այդ դրվագի հետ կապված, նաև քննիչ հանձնաժողովը մենք լսել ենք զինվորականների եւ պաշտոնյաների 44-օրյա պատերազմին վերաբերող հազարավոր գործեր կան քննչական մարմիններում։ Այդ քրեական գործերով անցնում են որոշումներ ընդունած հրամանատարներ։ Անդրանիկ Քոչարյանն ասում է, պետք է հասկանալ, ինչ կարողություններով է Հայաստանի զինված ուժերը մտել պատերազմի մեջ եւ այդ ընթացքում արվել է առավելագույնը, թե բաց թողումներ են եղել։ Եղել է ինչ որ պահ, որ մենք մեր մեծամտության պատճառով բանակին զրկել ենք զարգանալու սկսած կադրային քաղաքականությունից վերջացրած սպառազինության եւ դրա ձեռքբերման եւ ճիշտ օգտագործման ուսուցման հնարավորություններով, որի առերեսվել ենք եւ այս զեկույցից կարևորություն դրա մեջ է, որ այդ խնդիրները վերհանված են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը հիմա գաղտնի բաժնում է։ Ազգային ժողովի նախագահն էր հայտնել, թե զեկույցի ժամկետը խախտվել է։ Հետո ինչ բանա ժամկետան զեկույց, այսինքն զեկույցը չկա։ Զեկույցը կա, բայց ներկայացման ժամկետները խախտվել է եւ չի։ Դե հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբանների։ Վերջին հաշվով ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ տրամաբանությունը, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի արկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն ոնց, այդ զեկույցը մեռավ, չէ՞ որ զեկույցը նպատակ կա դրված եղել լուծել այդ խնդիրը։ Քոչարյանը պնդում է, թե զեկույցը տալիս է նաև այն հարցերի պատասխանները, որտեղ իշխանություններին են մեղադրում։ Հիմա կներեք, իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայացնելը, ոչ, կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ։ Առաջին հերթին պարզ է, չէ՞ որ ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, բազմաթիվ եւ նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, նույնիսկ նախադեպային իրավունքի տեսանկյունից որևէ խնդիր չկար։ Այդ թե ինչի է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդյանը եւ Թաթուլ Սողոմոնյանը, ազգային ժողովի քարտուղարության պետը, այդը խնդիր է։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրում է 3.5 տարի։ Այն ստեղծվել է 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ երկարաձգվեց աշխատանքային ժամկետը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։